Բարև ձեզ սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Հայբենարանից այսօր սովորելու ենք Ծ բաղաձայն հնչյունը և նրա տառերը։ Խաղում ենք այո ոչ խաղը։ Սա նապաստակ է, ոչ, սա ծիծեռնակ է։ Ծիծեռնակն ապրում է ջրում, ոչ, ծիծեռնակը թռչում է օդում։ Սա ծխամորճ է, սա ծրար է, ծրարի մեջ դնում են նամակները և ուղարկվում են հասցեատիրոջը։ Սա ծխնելույզ է, որից ծուխ է բարձրանում, այո, սա ծխնելույզ է։ Սա ծայր է, երեխաներ հին ժամանակներում, երբ ինքնահոս քրիչներ դեռևս չկային, ծայրը անցկացնում էին համապատասխան քրիչի վրա կամ փայտի ծայրին էին ամրացնում և թաթախելով թանակի մեջ գրում էին։ Այժմ մեր գործը շատ հեշտացել է, մենք հաճելի ինքնահոս քրիչներով ենք գրում։ Սա ծորակ է, այո, սա ծորակ է։ Սա թուզ է, ոչ, սա ծիրան է։ Ծիրանը հայկական միրգ է, այո, ծիրանի հայրենիքը Հայաստանն է։ Սա վարդ է, ոչ, սա ծառ է։ Ծառը խիստ անհրաժեշտ է մարդուն, որովհետև մեզ համար թթվածին է ստեղծում, ծառը մեզ ստվեր է տալիս, փայտ է տալիս, որից էլ պատրաստում են բազմաթիվ իրեր, կահույք, պատրաստում են նաև ծառից, փայտից թուղթ։ Այս բոլորը ասելուց հետո երեխաների հետ կրկնում ենք բառերը ծիծեռնակ, բառասկզբում և բառամիջում լսվում է ծ, ծխամորճ, ծրար, բառերում բառասկզբում է ծխնելույս, ծուխ, բառասկզբում է ծն, ծայր, բառասկզբում է ծորակ, նույնպես բառասկզբում է ծիրան և ծառ բառերի մեջ նույնպես բառասկզբում է։ Կարելի է երեխաներին հիշեցնել, ինչպես է կոչվում ծիրանի ծառը, ծիրանենի։ Այժմ ցույց ենք տալիս Ծ-ի գրությունը։ Լուծում բառը, երբ երեխաներին սովորեցնում էինք մաթեմատիկայի դասին խնդիրները համառոտագրելիս, սովորեցրել ենք փոքրատառ Ծ-ն մեծատառ Ն-ի գլխիկն է և շարունակությունը կարծես Ժ ենք գրում կամ մի քիչ ավելի մեծածածկող վրա կանգնած ය։ Իսկ մեծատառ ձեռագիր Ծ-ն մեծատառ Օն է և Զ-ի ներքևի մասնիկը, որը կանգնել է Ծ-ի գլխին, Օ-ի գլխին դնելով Զ-ի մասնիկը դառնում է մեծատառ ձեռագիր Ծ-ն։ Ծ-ն նկարված է ծիրանի տեսքով, ծաղիկների տեսքով, ծիծեռնակների տեսքով, ծիածանի տեսքով, ծխի տեսքով, ծաղրածուի տեսքով և ծերունու տեսքով։ Ափ բառից առաջ տեղադրենք Ծ-ն, կդառնա ծափ։ Ափերի միջոցով ծափ ենք տալիս։ Երկու տղաներ ծիծաղում են, ծիծաղ, բառասկզբում և բառամիջում լսվում է Ծ։ Ափի դիմաց դնենք Ծ, կդառնա ծափ։ Տեսեք, ծափ բառը մի դեպքում ափը ձեռքի ափն է, մյուս դեպքում ծովի ափն է։ Ծառ, ծուխ։ Այժմ անդրադառնանք դասագրքի առաջադրանքներին։ Մեծատառ տպագիր Ծ, փոքրատառ տպագիր Ծ։ Ծիծեռնակապերտ։ Մի երկու բառով կարելի է երեխաներին պատմել, որ Երևանում Բլրի լանջին ծիծեռնակապերտի հուշահամալիրն է կառուցվել, որը կառուցվել է հայոց զոհերի հիշատակին և յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին բոլորս միահամուռ կերպով գնում ենք ծիծեռնակապերտ, ծաղկեփնջեր ենք տանում, որպեսզի հարգենք զոհերի հիշատակը։ Ծովակը և ծովինարը եկել են ծիծեռնակապերտ։ Կողքին աճել են ծիրանենիները, հասուն ծիրանները ժպտում են ծառի վրայից։ Անձրևից հետո դուրս է եկել արեգակը և յոթնագույն ծիածանը հայտնվել է երկնքում։ Ծիծեռնակները ճախշում են ծիծեռնակապերտի շրջակայքում։ Կարմիր բազմաթիվ ծաղիկներ են աճել չորս կողմը։ Ծովինարն ու ծովակը ծաղկեփնջերով մոտենում են ծիծեռնակապերտին։ Ապրիլի 24-ն է և նրանք որոշել են հարգել զոհերի հիշատակը։ Ծառ, ծիրան, ծիրանենի, ծիծեռնակ, ծիծեռնակապերտ, ծաղիկներ, ծաղկեփնջեր, ծիածան, ծովակ,
ծովինար բոլոր ծ պարունակող բառերը դուրս բերելուց հետո կաշտում ենք ծիրան, ծ-ն նկարված է ծիրանի տեսքով։ Այծ ընտանի կենդանի է, դիմացը դնում ենք կ, դառնում է կայծ, կայծից առաջանում է կրակը։ Ծառ, ծաղիկ, ծով, ծովափ, ափը ամրացել է ծովին, դարձել է ծովափ, ասում ենք, որ ծովը և գետը ունեն ափեր, այսինքն եզրերը, աջ և ձախ ափերը։ Պայծառ, լուսավոր, ժպտերես, ծիածան, յոտնագույն ծիածանի մասին է խոսքը։ Նայում ենք նկարին, տեսնում ենք, որ երեխաները զբաղված են ծառ տնկելով, գարունը մոտ է, մենք հիշում ենք ծառատունկի մասին և նաև երեխաներին սովորեցնում ենք շատ կարևոր հանգամանք, որ պարտադիր է ծառեր տնկել, որպեսզի բնությունը երիտասարդանա։ Ծառատունկ, եկեք ծիրանի ծառ տնկենք, ասաց արծվին, հատուկ անուն է, գրված է մեծատառով, տղայի անուն է։ Ինչու միայն ծիրանի, ուրիշ ծառեր էլ տնկենք, ասաց ծովինարը։ Բայց տնկելը բավական չէ, պետք է խնամել, որ ծառ դառնան, ասաց ուսուցչուհին։ Հիշում ենք խաղողի վազի դասից, որ ծառերը անհրաժեշտ է խնամել, հոգ տանել ծառերի մասին, ջրել, աշնանը և վաղկարնանը էտել, համապատասխան պարարտանյութ տալ, որ ծառերը միջատներից չոչնչանան, չփչանան, չչորանան։ Առած ասացվածքին ենք անդրադառնում։ Ամեն անգամ ծիրան ուտելիս հիշիր ծիրանի ծառ տնկողին, սովորեցնում է շնորհակալ մարդ դառնալ, որ ամեն անգամ եթե զգում ես ինչ-որ մեկը քեզ լավություն է անում, դու անպայման լավությամբ հատուցես, ծայրահեղ դեպքում գոնե մարդու արած լավ գործի մասին խոսես։ Ասենք հաջորդ էջին։ Ծտարի ոտանավորն են երեխաները սովորում։ Ծովը ծփում է ծուփ-ծուփ, ծիածան է ծնվում ծովից, ծիծաղում է ծովը ծուփ-ծուփ, ծաղիկներ են ծնվում ծովից։ Եթե նկատեցիք, բոլոր բառերը սկսվում էին ծ-ով։ Ծիածանի գեղեցիկ նկարը, ծովը և մեր փոքրիկ բանաստեղծությունը։ Երեխաները ցանկության դեպքում կարող են նաև անգիր սովորել։ Կարդում ենք հանելուկը։ Երեկոյան ծաղկում է, առավոտյան թառամում։ Մտածում ենք, այդ ինչ ծաղիկ է, որ երեկոյան է հայտնվում, ծաղկում, երևում, իսկ առավոտյան թառամում է։ Երեխաները անմիջապես գլխի ընկան, եթե երեկոյան է, մութ ժամանակ է երևում, ուրեմն ինչ-որ լուսատուի մասին է խոսքը։ Խոսքը ծաղկի նման ծաղկող աստղիկների մասին է, խոսքը աստղի մասին է։ Երեխաներին նաև սովորեցնում ենք օտում, ծովում, ցամաքում խաղը։ Նայում ենք կենդանիներին և ասում, ձուկն ապրում է ծովում, արծիվը օտում, այծը և քարայծը ցամաքում, ծիծեռնակը օտում։ Կարելի է խաղ խաղալ և ձեռքի շարժումներով ցույց տալ։ Եթե ջրային կենդանի ենք ասում, երեխաները լողալու շարժումներ են անում։ Եթե թռչնի անուն ենք տալիս, երեխաները թևերը թափահարում են, իբր օտում թռչում են։ Իսկ եթե ցամաքում է, կարող են քայլել։ Հիմա տեղադրենք ձայնավորները համապատասխան դատարկ բանտակում, որպեսզի ստանանք բառերը։ Ծածկ անտեղադրում ենք երկրորդ բանտակում, դառնում է ծածկ բառը։ Կտուրի մասին, ծածկի տակ մտնել, կարող է նաև այդ ծածկը լինել ծածկող ինչ-որ մի բան։ Հաջորդը ին։ Տեսնենք, որտեղ կարելի է տեղադրել։ Ծիծաղ։ Ծիծաղը երիտասարդացնում է մարդուն, ուրախացնում, տրամադրություն է բարձրացնում։ Հաճախ ծիծաղեք երեխաներ, որպեսզի ձեր տրամադրությունը միշտ բարձր լինի։ Հաջորդը ան տեղադրենք ծածկոց։ Ծածկող ինչ-որ մի բան, դա կարող է լինել կտորից, ծածկոցը կարող է լինել ինչու չէ նաև սփռոցի տեսքով կարող է լինել, սեղանը կարող է ծածկել, կարող է անկողինը ծածկել, տարբեր տեսակի ծածկոցներ են լինում։ Ծոծրակ, ցույց ենք տալիս մեր ծոծրակը և կարող ենք նաև երեխաներին բացատրել, որ ծոծրակը հնարավոր չէ տեսնել։ Այսպիսի առածկա ծոծրակդ կտեսնես, բայց դա չես տեսնի, այսինքն անհնարին որևէ բան։ Եվ վերջին ծիծեռնակ, թռչունի մասին է խոսքը, որը ունի մկրատաձև պոչիկ։ Այժմ գտնենք ավելորդը։ Ծիրան, ծաղիկ, արծիվ, ծիլ, ծառ։
երեխաները նկատում են, որ բոլորը սկսվում են C-ով, բացի արծվից։ Էլ ուրիշ ինչով կարող է արծիվը առանձնանալ, բոլորը բուսականություն են, իսկ արծիվը թռչուն է, արծիվն է ավելորդը։ Փոքրատառ ձեռագիր C, մեծատառ ձեռագիր C-ի մասնիկները, ինչպես ասացի, O ենք գրում, գլխին դնում ենք C-ի մասնիկը, դառնում է մեծատառ C, ծովինարը հատուկ անուն է, գրվում է մեծատառով։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։